Վերջին 4 տարում անկեղծ բարեկամություն եւ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ հաստատած հայ եւ թուրք բանագնացները Ռուբինյանն ու Քլչը Երևան-Անկարա հարցերը պարզելու օրակարգով այլևս չեն հանդիպի, սեղանի շուրջ չեն նստի։ Ռուբեն Ռուբինյանն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նոր խորհրդարանում առաջադրվելու է որպես ազգային ժողովի նախագահի թեկնածու, արդեն հաստատել է, հետևապես հայ-թուրքական բանակցություններում մեր երկիրը չի ներկայացնելու, թե ով է նրան փոխարինելու առայժմ հայտնի չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական 4-րդ փորձը 2022-ի տարեսկզբից ընթացքի մեջ է։ Առաջին անգամ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը թուրք դիվանագետի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպեց, հետո թուրքական դիվանագիտական ֆորումին, ապա նաև մեր երկրում, հենց հայ-թուրքական սահմանին, որի դռները պինդ զոդված են մնում, չնայած այն բացելու վերաբերյալ համաձայնություններին։ Ավելին, թեպետ Հայաստանի իշխանությունները գործընթացի մեկնարկից ի վեր հայտնել են այս հարցում իրենց անվերապահ պատրաստակամության մասին եւ փորձագիտական համայնքում միանշանակ է տեսակետն առ այն, որ սահմանի դարպասները թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար չբացվեցին, որովհետեւ թուրքական կողմը համապատասխան քաղաքական կամքը չդրսևորեց, պաշտոնական Անկարան, հիշեցնեմ, Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձում հայտնել էր, թե Երևանից սպասելու են իրենց ընդառաջ առավել համարձակ քայլեր անել, ինչն ըստ մասնագետների փորձ է տպավորություն ստեղծելու, թե Մարգարա Ալիջյանը կողպված մնաց, բարիդրացիության գործընթացը փակուղում հայտնվեց հենց Հայաստանի ուղղորդմամբ։ Իրենց համար դա ձախողված փորձ չէ, որովհետև իրենք փուլային ստացել են այն ինչ որ ուզում են։ Իրանք չեն ուզում մեր այդ սահմանը բացեն։ Իրենք մի հատ պատրանք են ստեղծել, որ դա մեզ է պետք սահմանը ու այն ինչ որ մեզ պետք է իրանց անցալմամբ, իրանք փորձում են մեզ վրա վաճառել։ Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Անկարան մինչև օրս շարունակում է իր նախապայմանները Հայաստանին թելադրել, համոզված են մասնագետները, ովքեր պնդում են, որ եթե մինչև վերջերս Երևան-Անկարա շփումների գլխավոր խոչընդոտը հայոց ցեղասպանության հարցն էր, ապա այժմ այստեղ խնդիրներն այլ են։ Հիմա ցեղասպանության խնդիրը դա ոնց որ այսպես երկրորդական, երրորդական կարգի խնդիր է։ Ուրիշ խնդիրներ կան, այսինքն իրենք գլոբալ քաղաքականությունը երբ որ բնութագրում են, հենց դրա մասն է խոսքը, որ իրենք շարունակում են նախապայմանների քաղաքականությունը, թե ինչ նախապայման է, դա հարցի մյուս կողմն է։ Բանակցողները փոխվում են, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերը մնում նույնը։ Առաջիկայում գուցե նոր շեշտադրումներ դրվեն գործընթացում, ասում են մասնագետները։ Նրանց խոսքով Երևան-Անկարա հարցերը պարզելիս առանցքային նշանակություն կունենան թե Երևանի առաջիկա որոշումները, թե Անկարայի գործնական պատրաստակամությունը, որը դեռ տեսնել է պետք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։